Խոսելու ենք Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունից, դրա հնարավոր ազդեցությունից Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումների գործընթացի վրա։ Վերջին շրջանում որոշակի բարդ իրավիճակ է ստեղծվել եւ Տիկին Բեժանյանը բավականին բողոքի նամակներ եւ գործերի է տիրապետում այս հարցի հետ կապված։ Այժմ կխնդրեմ ներկայացնել մանրամասներ։ Տիկին Բեժանյան, երևի սկսենք հենց բուն կարգավորումներից, որը հունվարից ուժի մեջ է մտել, հիշեցնենք թե ինչ պայմաններ են գործում եւ այսօր ինչի առաջ են կանգնած բեռնափոխադրումները։ Շնորհակալություն հնարավորության համար եւ այս տաղավարից եւ տարբեր տաղավարներից երևի շուրջ 1 տարի ես արդեն տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնության օրենսդրության փոփոխություններից մի կետ շատ ուղիղ անդրադառնալու է նաեւ Հայաստանից ուղևորա եւ բեռնափոխադրում իրականացնող վարորդների վրա։ Դա Ռուսաստանի Դաշնությունում մոտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 115 ֆեդերալ օրենքի փոփոխությունն է, որը արդեն ուժի մեջ մտավ եւ հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չեն նշում, նրանք նախկին տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու փոխարեն այլևս օրացուցային տարվա ընթացքում կարող են գտնվել գումարային 90 օր, այսինքն 2 անգամ ժամկետը կրճատվել է համաձայն այս փոփոխության, ինչը ցավոք սրտի վերաբերվում է նաև ուղևորա եւ բեռնափոխադրում իրականացնողներին եւ որևէ բացառություն արված չէր։ Միանգամից ասեմ, որ սա վերաբերվում է ոչ միայն ուղևորա եւ բեռնափոխադրում իրականացնողներին, բոլոր կատեգորիաներին, որի մեջ մտնում էին օրինակ օդաչուները, բորտուղեկցողները, ինքնաթիռների սպասարկող անձնակազմերը, գնացքավարները եւ այլն։ Բայց քանի որ մեր խնդիրը հիմա բեռնափոխադրողների հետ է կապված, դրա համար ես հիմնական ուշադրությունը հրավիրում եմ հենց բեռնափոխադրողներին։ Մյուս կողմից փետրվարի 5-ին ուժի մեջ մտավ վերահսկվող անձանց ռեեստրը եւ արտաքսման ռեժիմը, ռեժիմ վիսելկի մասին օրենքը, համաձայն որի վարչական խախտում իրականացնողները, որոնք գտնվելու ժամկետից ավել կմնան ՌԴ-ում կամ պայմանագրի ժամկետի ավարտից հետո նոր պայմանագիր չեն կնքի, բայց կշարունակեն մնալ Ռուսաստանի Դաշնության տարածքում, ժամկետի մեջ բուժզորնում չեն անցնի եւ այլն, այսպիսի վարչական խախտումներ իրականացնողների համար ստեղծվեց վերահսկվող անձանց ռեեստր, որտեղ երբ մարդիկ ընկնում էին, նրանց բանկային հաշիվները անմիջապես սառեցվում էին եւ որևէ գործարք նրանք իրականացնել չեն կարող, այսինքն բավականին լուրջ հետևանքներ է ունենում վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվելը։ Բայց վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվողների պարագայում ուրեմն նախագահի 1126 որոշումը հրապարակվեց ՌԴ նախագահի, համաձայն որի մինչև ապրիլի 30-ը անձանց թույլատրված էր կարգավորել իրենց փաստաթղթերը առանց ՌԴ-ից դուրս գալու եւ օրինականացնել իրենց գտնվելը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Շատ ավելի ուշ այդ հրամանագրի ժամկետը երկարացվեց մինչև սեպտեմբերի 10։ Ինչու եմ ես այս օրենքի անդրադառնում եւ ինչու եմ ուշադրություն հրավիրում այս որոշմանը եւ այս օրենքին, որովհետեւ մինչև սեպտեմբերի 10 բավականին լոյալ վերաբերմունք էր եւ մարդկանց տրվում էր հնարավորություն որևէ խախտում ունենալու պարագայում վերացնել այդ խախտումը եւ շարունակել Ռուսաստանի Դաշնությունում գտնվել արդեն օրինական հիմքերով։ Ուստի մինչև սեպտեմբերի 10-ը որևէ խիստ հսկողություն որպես այդպիսին ոստիկանության կողմից չի դրսևորվել նաեւ փոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ եւ նրանք վարչական տույժերի չեն ենթարկվել։ Բայց այս սեպտեմբերի 10-ից հետո, եւ այսօր արդեն մենք հոկտեմբերի 13-ն է, այսինքն 1 ամիս շարունակ, բավականին խիստ ոստիկանությունը հետևողականորեն ստուգում է բոլորի անձնագրերը եւ հաշվում այն օրերը, որքան են նրանք ավելի մնացել իրենց օրինական թույլատրված 90 օրից։ Այսինքն 90 օրը լրացել է ենթադրենք հունիսին,
մինչև տվյալ պահը, երբ իրենք ստուգում են իրականացնում, հաշվում են, թե քանի օր է ավել մնացել տվյալ անձը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Միանգամից ասեմ, որ ուրեմն վարչական իրավախախտումների մասին 114-րդ դաշնային օրենքի 27-րդ հոդվածը ունի կետեր, որոնք նախատեսում են, թե ինչ 11-ից 14-րդ հոդվածներն են, թե ինչ ժամկետների պարագայում ինչ տույժեր են նախատեսված։ Եվ համաձայն դրանց, եթե անձը իր օրինական գտնվելու ժամկետից 90-ից 180 օր ավելի է մնում, դրվում է մուտքի արգելք 3 տարի ժամկետով։ 180-ից 270 օր ավել գտնվելու պարագայում մուտքի արգելք 5 տարի ժամկետով։ Իսկ 270 եւ ավելի օր գտնվելու պարագայում 10 տարի ժամկետով։ Ես արդեն ունեմ 1 տասնյակից ավել այդպիսի վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումներ, որ ուղարկել են վարորդները, որտեղ հստակ նշված է, որ իրենք Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետը խախտել են եւ գտնվել են ավելին ու հաշվարկած են 138 օր, 146 օր եւ այլն։ Բայց այստեղ էլ խնդիր կա, որ չնայած այդ օրերը չեն գերազանցում 180 օրը, միևնույն է այս անձանց մուտքի արգելք դրված է 5 տարի ժամկետով, այսինքն նրանց պետք է գոնե 3 տարով դնեին մուտքի արգելք, բայց արդեն դրվել է 5 տարի ժամկետով։ Այստեղ մի բան հասկանանք, բեռնափոխադրողները այդ 90 օրվա մեջ չեն տեղավորվում տարվա կտրվածքով, որովհետև ճանապարհները փակ են, ստիպված են լինում երկար մնալ Ռուսաստանի տարածքում, ինչ խնդիր կա, որ չեն տեղավորվում։ Բոլորը միասին։ Այսինքն հնարավոր է, որ բեռը բավականին երկար ճանապարհ են տանում իրենք, հասկանում եք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքը դա Հայաստանի Հանրապետության տարածք չէ, որ մեկ օրում հնարավոր լինի մի ծայրից մյուսը գնալ, այդտեղ օրեր են պետք, հետո բեռը տանել, տեղ հասցնել, դատարկել, նոր բեռ վերցնել, վերադառնալ, եւ կարող է այդ, չգիտեմ, 6-7 անգամ գնալ գալու պարագայում այդ 90 օրը ծախսվի։ Մյուս կողմից Անշուշտ ձեր ասած տարբերակը եւս կա, երբ որ մարդիկ գալիս են եւ լարսի անցակետում օրերով, ցավոք հաճախ երկար են մնում, այսինքն լինում են դեպքեր, երբ լինում են 10, 15, նույնիսկ 20 օր իրենք ուղղակի այդ անցակետում մնում են, մինչեւ կարողանում են դուրս գալ։ Եվ այս օրերը եւս այդ 90 օրից հաշվարկում են, այսինքն ստացվում է այնպես, որ կամ երկար ճանապարհի պարագայում, կամ եթե օրինակ մեքենան փչացավ եւ չհասցրեց դուրս գալ էլի, գումարվում է այդ ժամկետը եւ նաեւ այն, որ լարսում իրենք ուղղակի ստիպված սպասում են իրենց կամքից անկախ պատճառներով եւ այս բոլոր օրերը գումարվում են։ Ու ստացվում է, որ անձինք այդ 90 օրը ուղղակի չեն կարող չգերազանցել։ Նույնիսկ եթե լարսի խցանումները չլինեն, միևնույն է հաճախ բեռներ տանող բերող անձինք տարվա ընթացքում միանշանակ գերազանցելու են այդ 90 օրը։ Այդ 90 օրը բավարար չի։ Մյուս կողմից էլ երբ խոսում ենք բեռնափոխադրումների մասին, այս կատեգորիայի անձինք որևէ կերպ չպետք է դիտարկվեն օրենքի այս կետի տակ որպես օտարերկրացիներ։ Դրանք այն օտարերկրացիները չեն, որոնք գնում են Ռուսաստանի Դաշնություն մասնավոր այցի նպատակով, քանի որ նրանց մեկ անգամյա մուտքը եւ գտնվելը ՌԴ տարածքում 30 օրից պակաս է տևում, նրանք շատ հաճախ նույնիսկ միգրացիոն քարտ չեն վերցնում, ինչը ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին թույլատրված է 30 օրից պակաս ՌԴ մուտք գործելու պարագայում նույնիսկ միգրացիոն քարտ չվերցնել եւ այցի նպատակ չնշել։ Բայց այն փաստը, որ նրանք մուտք են գործել, ֆիքսվել է մուտքը եւ դուրս գալու փաստը ֆիքսվելուց հետո այդ օրերի տարբերությունը 90 օրը գերազանցում է, այս պարագայում նրանք հայտնվել են այս իրավիճակում։ Հիմա եթե օրինակ բեռնափոխադրող անձը 90 օրը արդեն լրացել է, սահմանապահը թույլ է տալիս, որ իրենք մուտք գործեն երկիր, հնարավոր չի սահմանին կանխել, որպեսզի այս մարդիկ ստիպված չլինեն մուտքի արգելք ստանալ 3 տարով արդեն ոստիկանության կողմից։ Այստեղ էլ մի այլ հակասություն ունենք, սահմանապահները առողջ տրամաբանության շրջանակում պնդում են, որ այս օրենքը չպետք է վերաբերվի բեռնափոխադրողներին եւ խոչընդոտ չեն հանդիսանում, նրանց թույլ են տալիս, որ մուտք գործեն Ռուսաստանի Դաշնություն, պնդելով, որ այս օրենքը չի վերաբերվում իրենց։ Ցավոք դա չիմացության արդյունք է։ Իսկ ներքին գործերի նախարարության աշխատակիցները, դիցուք այս պարագայում ոստիկանները կամ ճանապարհատրանսպորտային ուրեմն
ոստիկանները իրենք կանգնեցնում են, հաշվում են այդ օրերը եւ քանի որ այս օրենքի կիրառությունը դրված է ոստիկանության վրա եւ ոստիկանությանը թույլատրված է այսուհետ առանց դատարանի որոշման արտաքսել, այսինքն վիսել կանել անձի, իրենք այդ օրենքով նախաձեռնված իրենց տրված իրավասությունը իրացնում են եւ անձանց դնում են մուտքի արգելք, հաշվարկելով նրանց ավելորդ, այսպես կոչված, ավել գտնված ժամանակահատվածը եւ սա անշուշտ լուրջ խնդրի է բերում, որ սահմանապահը խոչընդոտ չի առաջացնում, իսկ ոստիկանները համարում են դա օտարերկրացու կողմից իրականացված իրավախախտում դրանից բխող հետևանքներով։ Ես ճիշտ հասկացա, սա միայն Հայաստանին չի վերաբերում, այլ բոլոր այն երկրներին, որոնք ոչ վիզային ռեժիմ ունեն Ռուսաստանի հետ։ Անշուշտ։ Այսինքն նույն իրավիճակում են նաև Ղազախստանը, Տաջիկստանը, հա, մնացած երկրները։ Բոլոր այն երկրները, որոնք ունեն ցամաքային սահման Ռուսաստանի Դաշնության եւ չունեն վիզային ռեժիմ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու հետ կապված։ Բոլորը ունեն եւ այո, ես նաեւ տեղեկություն ունեմ, որ Ղազախստանի վարորդներն էլ այս նույն խնդիրը ունեն եւ նրանց էլ տարել են միգրացիոն բանդ եւ տուգանք են վճարել եւ մուտքի արգելք են ստացել եւ այս խնդիրը միայն մեզ չի վերաբերվում, դրա համար ես նշեցի, որ օտարերկրացիներին վերաբերող հատվածն է եւ բոլոր ուղևորան բեռնա փոխադրում իրականացնող վարորդներին է վերաբերվում։ Հիմա այս մեկ ամսվա ընթացքում, որ նշեցիք, հա, սեպտեմբերից այս կողմ է կարծես թե այդ խիստ մոտեցումը, ձեզ դիմաց անձանց շրջանակում ինչ որոշումներ են կայացվել, կան արդյոք մուտքի արգելքի այդ կատեգորիայի տակ ընկած վարորդներ։ Ես այս պահի դրությամբ ես ընդամենը մի քանի օր է որ ահազանգերը ստանում եմ եւ ուրբաթ օրվանից սկսած, 5 շաբթի ուրբաթ օրվանից սկսած ես արդեն 74 դիմում ունեմ, որից 13 կամ 14-ը ունեն արտաքսում, այսինքն մուտքի արգելք, արտաքսում չէ, մուտքի արգելք ունեն եւ մուտքի արգելքը դրված է 5 տարի ժամկետով։ Այն դեպքում, երբ որ նորից եմ ասում, բոլորի փաստաթղթերը ստուգել եմ եւ այնտեղ նշված բոլոր ժամկետները չեն հասնում 180 օրվան։ Այսինքն նույնիսկ այս դեպքում է խախտում եղել, կարելի է բողոքարկել, բայց միևնույն է մուտքի արգելքը կմնա գոնե 3 տարով, բայց մյուսների պարագայում նրանք հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում, սառնացվել են իրենց բանկային հաշիվները, իսկ սա նշանակում է, որ հաջորդ մուտքի ժամանակ կամ ելքի ժամանակ ինչ որ պահի, երբ որ ոստիկանը կանգնեցրեց եւ ստուգեց փաստաթղթերը, նրանք պոտենցիալ մուտքի արգելք ստացող անձինք են։ Եվ այսքանի մասին ես եմ տեղյակ, բայց ես անշուշտ ոչ բոլորի մասին եմ տեղյակ եւ ընդամենը 2-3 օրում այս քանակը ասենք որ բավականին մեծ է եւ սա կարող է լուրջ կոլապսի բերել, որովհետեւ բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էլ ես խոսեցի, իրենք ասում են անհնար է վարորդին ընդունել աշխատանքի, որ նա 90 օրվա ընթացքում Ռուսաստան գնա, վերադառնա եւ այլն, հետո նրան հանել աշխատանքից ընդունել մեկ այլ աշխատակից, չգիտեմ, տարվա ընթացքում 3 փուլով պետք է տարբեր մարդկանց ընդունել աշխատանքի, իսկ այդ դա անհնար է այսի բան անել։ Ու արդյունքում ստացվում է, որ եթե այսպես շարունակվի, ապա մեր բոլոր բեռնափոխադրողները շատ շուտով մուտքի արգելք կունենան 3-ից 10 տարի ժամկետով։ Ես ուղղակի չգիտեմ, սա շատ լուրջ հարց է, որին լրջորեն պետք է վերաբերվել եւ առնվազն ԵԱՏՄ շրջանակում գոնե նման բան պետք է տեղի չունենա եւ ԵԱՏՄ անդամ երկրները, որոնք պետք է ունենան ազատ տնտեսական շրջանառություն, իսկ բեռնափոխադրումները դրա միջուղն են կազմում, այս օրենքի այս կետը առնվազն չպետք է վերաբերվի նրանց եւ նրանք պետք է դուրս լինեն այս շրջանակից, այսինքն պետք է հստակ օրենքի այդ կետում նշի, որ սա չի վերաբերվում օրինակ այս կատեգորիայի անձանց, որոնց մեջ մտնում են անշուշտ բեռնափոխադրումներ իրականացնել։ Այսինքն որպես լուծում դիտարկում եք առանձին որոշակի խմբերի առանձնացնել օրենսդրությամբ, որպես իրենք այս կատեգորիայի տակ չընկնեն։ Իսկ հետաքրքիր է, որ անձն արդեն իսկ ստացել է 3 տարի կամ 5 տարի մուտքի արգելքի այդ հնարավոր է դա ինչ որ ձեւով վերանայել, վերականգնել, ինչպիսի ունի նման փորձառություն եւ մուտքի արգելքի կամ որևէ վարչական խախտման արդյունքում, երբ որ ավելի շատ էին լինում մուտքի արգելք ունեցողներ, իրենք ամնիստիա են հայտարարում
կատարում եւ այդ կատեգորիայի անձինք դուրս էին գալիս, այսինքն ես կարծում եմ կարելի է կիրառել նման մի նորմ, այսինքն օրենքը փոփոխել, որ այլևս չվերաբերվի, իսկ մինչ այս պահը ունեցած անձանց նկատմամբ կիրառել այդ որոշումը եւ բոլորի վրայից հանել այս արգելքները։